Դա պետք է լիներ հանգիստ առավոտ, ինչ որ կլինիկայում տեղի ունեցած ապտակը փոխեց մի ամբողջ ընտանիքի ճակատագիրը։ Հարձակվողը չգիտեր, որ զոհը տարածաշրջանի մասնավոր առողջապահության ամենահզոր մարդու դուստրն էր։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, վրեժ չէր։ Դա լուռ պատերազմի սկիզբն էր, որը կործանեց կայսրություններ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Առավոտը Երանում սկսվեց պարզ կապույտ երկնքով, որը խոստանում էր այն հազվագյուտ ձմեռային օրերից մեկը, երբ առը կարողանում է ճեղքել ցուրտ մառախուղը մի փոքր տաքացնել մայրաքաղաքի փողոցները։ Ժպիտ ատամնաբուժական կլինիկայում, որը գտնվում էր կենտրոնի ավանդական թաղամասում, շարժումը հանգիստ էր։ Դեռ ընդամենը առավոտյան ժամը 9 էր, սպասասրահում 3 հիվանդ կար, սպասելով իրենց սովորական այցելություններին։ Կարինե Մելիքյանը շեղված դիտում էր սուրճի սեղանին դրված ամսագրերը, բայց նրա մտքերը հեռու էին այդտեղից։ 8 ամսական հղիության պայմաններում յուրաքանչյուր շարժում ավելի շատ ջանք էր պահանջում, քան սովորականը։ Նրա ամուսինը Ռաֆֆիտ Ավյանը պնդել էր, որ նա չեղարկի իր այցելությունն այդ առավոտ, պնդելով, որ նա չափազանց հոգնած է։ Բայց Կարինեն գիտեր, որ պետք է անի այդ ատամների մաքրումը, մինչ երեխայի ծնվելը։ Ծնվելուց հետո նա գիտեր, որ երկար ժամանակ չի ունենա ոչ ժամանակ, ոչ էներգիա իր մասին հոգ տանելու համար։ Նա ուղղեց իր կապույտ զգեստը, ձեռքը նրբորեն անցկացնելով փորի վրայով։ Փոքրիկ Իզաբելլան, ինչպես արդեն որոշել էին անվանել դստերը, հաճախ է շարժվում, այդ պահին նա ուժեղ հարված տվեց, որը ժպիտ առաջացրեց Կարինեի դեմքին։ Սա նրա առաջնեկն էր, չնայած վերջին ամիսների բոլոր ֆիզիկական անհարմարություններին, նա երբեք իրեն այդքան ամբողջական ու երջանիկ չէր զգացել կյանքում։ Ընդունարանի աշխատակցուհին, Հասմիկ անունով մի երիտասարդ կին, հեռախոսով խոսում էր իր միշտ քաղաքավարի պրոֆեսիոնալ ձայնով։ Սենյակի մյուս կողմում մոխրագույն մազերով մի պարոն կարդում էր Հայկական ժամանակ թերթը, իսկ միջին տարիքի մի կին զբաղված էր իր բջջային հեռախոսով։ Մթնոլորտը խաղաղ էր, գրեթե քնկոտ, ապահովված առաստաղին տեղադրված աննկատ բարձրախոսներից հնչող նվագախմբային երաժշտության նուրբ ձայնով։ Կարինեն չգիտեր, բայց մի քանի թաղամաս այն կողմ, նրա ամուսի Ն. Ռաֆֆին պատրաստվում էր կայացնել մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Նա իր ներմուծված ամենագնացը վարում էր թաղամասի փողոցներով, լարված ծնոտով ղեկը անհարկի ուժով սեղմող ձեռքերով։ Ռաֆֆիտ Ավյանը Երանի գործարար շրջանակներում հայտնի էր որպես երիտասարդ հաջողակ ձեռներեց։ 35 տարեկանում նա հիմնադրել էր Techn լուծումներ ընկերությունը, բժշկական կառավարման տեխնոլոգիական ընկերություն, որը վերջին 5 տարիներին էքսպոնենցիալ աճել էր։ Սակայն այդ առավոտ Ռաֆֆին չէր մտածում բիզնեսի կամ տեխնոլոգիական նորարարությունների մասին։ Նրա միտքը կլանված էր զայրույթով, որն աճում էր շաբաթներ շարունակ։ Ամեն ինչ սկսվել էր, երբ Կարինեն իր ընտանիքի կողմից խրախուսված որոշել էր անել մի ատամնաբուժական էսթետիկ պրոցեդուրա, որը նա համարում էր անհարկի թանկարժեք։ Ռաֆֆին պնդել էր, որ երեխայի գալուստով պետք է խնայեին, բայց Կարինեն պնդել էր, որ դա իր համար կարևոր է, մի բան, որը նրան ավելի լավ կզգար իրեն։ Վեճը սրվել էր։ Ռաֆֆին զգում էր, որ կորցնում է վերահսկողությունը տան որոշումների, իր սեփական կնոջ նկատմամբ։ Եվ երբ Կարինեն վերջապես իջեց համաձայնեց չեղարկել էսթետիկ պրոցեդուրան, նա մտածեց, որ հաղթել է այդ ճակատամարտում։ Բայց այդ առավոտ, բանկային քաղվածքը ստուգելիս, նա հայտնաբերեց, որ վճարը դեռ կա։ Կարինեն չէր չեղարկել։ Նա ստել էր նրան։ Դավաճանության զգացումը համակեց Ռաֆֆիին այնպիսի ինտենսիվությամբ, որ նա ինքը չէր կարողանում լիովին հասկանալ։ Նա միշտ վերահսկող էր եղել, միշտ պետք է ամեն ինչ իր հսկողության տակ լիներ, բայց վերջին ամիսներին Կարինեի հղիության հետ նա զգում էր, որ իրեն մի կողմ են դնում, որ իր կարծիքներն այլևս կարևոր չեն։ Զայրույթը եռում էր նրա ներսում, երբ նա կայանեց մեքենան ատամնաբուժական կլինիկայի դիմաց։ Կլինիկայի ներսում Կարինեին կանչեց ատամնաբույժը, դոկտոր Գայանե Հովհաննիսյանը, փորձառու նվիրված մասնագետ, ով տարիներ շարունակ սպասարկում էր նրան։ Նրանք աշխույժ զրուցում էին հղիության մասին, մինչ Կարինեն տեղավորվում էր աթոռին։ Խորհրդատվությունը կարճ կլիներ, ընդամենը սովորական ստուգում պարզ մաքրում։ Հենց այդ ժամանակ մտավ Ռաֆֆին։ Կլինիկայի դուռը ուժով բացվեց, բախվելով պատին։ Սպասասրահում բոլորին վախեցնելով։ Հասմիկը, ընդունարանի աշխատակցուհին, անմիջապես վեր կացավ, անհանգստանալով այդ կտրուկ մուտքից։
Ռաֆֆի աչքերը հառած էին ընդունարանի սեղանից այն կողմ մի կետի, փնտրելով Կարինեին։ «Պարոն, կարող եմ օգնել ձեզ», հարցրեց Հասմիկը, փորձելով պահպանել պրոֆեսիոնալ հանգստությունը, չնայած իր արջի տղամարդու ակնհայտ ագրեսիվ տոնին։ «Որտեղ է իմ կինը», պահանջեց Ռաֆֆին, նրա ձայնը չափազանց բարձր էր կլինիկայի հանգիստ մթնոլորտի համար։ «Որտեղ է Կարինեն»։ Դոկտոր Գայանեն լսեց իրարանցումը դուրս եկավ սպասասրահից, Կարինեին մի պահ միայնակ թողնելով։ Նա ճանաչեց Ռաֆֆիին, մի քանի անգամ տեսել էր նրան, երբ նա գալիս էր Կարինեի հետից խորհրդատվություններից հետո։ Բայց երբեք նրան այդպես չէր տեսել, այդպիսի արտահայտությամբ դեմքին։ «Ռաֆֆի, ինչ է կատարվում», հարցրեց ատամնաբույժը, փորձելով աննկատ կերպով արգելափակել ճանապարհը դեպի այն սենյակը, որտեղ Կարինեն էր։ «Ես պետք է խոսեմ իմ կնոջ հետ», ասաց նա, առաջանալով։ «Դա այն պրոցեդուրայի մասին է, որը նա չեղարկեց»։ «Այն ստի մասին, որն ինձ ասաց»։ Կարինեն, լսելով ամուսնու բարձրացած ձայնը, զգաց, որ իր սիրտը արագացավ։ Նա ճանաչում էր այդ տոնը։ Ճանաչում էր դրա հետ եկող զայրույթը։ Վերջին ամիսներին Ռաֆֆին դարձել էր ավելի ու ավելի դյուրագրգիռ, ավելի վերահսկող, բայց երբեք լիովին չէր կորցրել վերահսկողությունը։ Նա ձեռքերը պաշտպանողաբար դրեց փորի վրա, դժվարությամբ վեր կացավ ատամնաբուժական աթոռից։ Ռաֆֆին կարողացավ անցնել դոկտոր Գայանեի կողքով հասնել սպասասրահի դռանը։ Երբ նա տեսավ Կարինեին կանգնած, ձեռքերը փորի վրա, աչքերը վախից լայն բացված, ինչ-որ բան կոտրվեց նրա մեջ։ Դա հղի կնոջ տեսքը չէր, որ ստիպեց նրան կանգ առնել։ Դա հենց հակառակն էր։ «Դու ինձ ստեցիր», մեղադրեց նա, մտնելով սենյակ։ «Դու ասացիր, որ չեղարկել ես»։ «Ռաֆֆի, խնդրում եմ, ոչ այստեղ», Կարինեն փորձեց հանգստացնել նրան, նրա ձայնը դողում էր։ «Մենք կարող ենք տանը խոսել»։ «Ոչ, հիմա կխոսենք», գրեթե բղավեց նա։ «Դու կարծում ես, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես մեր փողերով։ Դու կարծում ես, որ ես հարգանքի արժանի չեմ»։ Դոկտոր Գայանեն փորձեց միջամտել, կանգնել։ Ով զույգի միջ, բայց Ռաֆֆին ուժով հրեց նրան մի կողմ։ Ատամնաբույժը սայթաքեց, բայց կարողացավ բռնվել սեղանից։ Հասմիկը ընդունարանից արդեն վերցրել էր հեռախոսը, ոստիկանություն կանչելու համար, նրա ձեռքերը դողում էին, երբ նա հավաքում էր համարը։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, ներկաներին թվում էր, թե դանդաղ շարժումով է ընթանում։ Ռաֆֆին բարձրացրեց ձեռքը, կուտակված զայրույթի ամբողջ ուժով ապտակեց Կարինեի դեմքին։ Ձայնը արձագանքեց կլինիկայում որպես պայթյուն։ Կարինեն, անհավասարակշիռ իր փորի ծանրությունից անսպասելի հարվածից, ընկավ հետ, գլուխը հարվածելով սեղանի եզրին, նախքան հատակին ընկնելը։ Հետո լռությունը բացարձակ էր, ընդհատվում էր միայն Կարինեի մարմնի հատակին բախվելու ձայնով։ Այնուհետ հնչեց դոկտոր Գայանեի ճիչը, Հասմիկի լացը, սպասասրահում աթոռների քաշելու ձայնը, երբ մյուս հիվանդները ցնցված վեր կացան։ Կարինեն հատակին էր, անշարժ մի ակնթարթ, որը թվաց հավերժություն։ Երբ նա ձեռքը տարավ գլխին, տաք խոնավ ինչ-որ բան զգաց։ Արյուն։ Նրա արյունը սկսեց հոսել, կեղտոտելով կլինիկայի սպիտակ հատակը։ Ցավը սուր էր, բայց ֆիզիկական ցավից ավելի վատ էր այն սարսափը, որը նա զգում էր դստեր համար։ Նրա ձեռքերը անմիջապես փորի վրա դրվեցին, շարժում փնտրելով, ցանկացած նշան, որ Իզաբելլան լավ է։ Ռաֆֆին կանգնած էր, նայելով ներք, իր ընկած կնոջը։ Կարճ ակնթարթով, այն, ինչ նա արել էր, անցավ զայրույթի վարագույրի միջով։ Բայց նրան օգնելու, ներողություն խնդրելու կամ փրկելու փոխարեն, նա պարզապես հետ քայլեց, կարծես վերջապես հասկանալով, թե որտեղ է գտնվում, քանի վկա կա։ Դոկտոր Գայանեն արդեն Կարինեի կողքին էր, ստուգելով նրա կենսական նշանները, մինչ բղավում էր Հասմիկին, բերելու առաջին օգնության պայուսակը։ Արյունը շարունակում էր հոսել Կարինեի գլխի վերքից, աճող լճակ ձավորելով անթերի հատակին։ Հենց այդ պահին կլինիկայի անվտանգության տեսախցիկները, որոնք տեղադրվել էին ընդամենը 3 ամիս առաջ, տարածաշրջանում կողոպուտի փորձից հետո, ամեն ինչ արձանագրեցին անհանգստացնող պարզությամբ։ Հարձակման յուրաքանչյուր վայրկյանը, ընկնելու յուրաքանչյուր մանրամասն, արյան յուրաքանչյուր կաթիլ։ Ամեն ինչ գրանցվեց բարձր որակով, պարզ ձայնով, որը արծ անագրեց վեճի յուրաքանչյուր բառը, ցավի հուսահատության յուրաքանչյուր ճիչը։ Շտապօգնության մեքենան ընդամենը 12 րոպեում հասավ, բայց Կարինեի համար յուրաքանչյուր վայրկյան թվաց հավերժություն։
Դոկտոր Գայանեն ճնշում էր պահում նրա գլխի վերքի վրա, մինչ Հասմիկը դեռ դողալով բռնում էր Կարինեի ձեռքը մխիթարական խոսքեր շշնջում։ Սպասասրահի մյուս հիվանդները հեռացել էին չափազանց ցնցված մնալու համար, բայց ոչ նախքան նրանցից յուրաքանչյուրը կարճ ցուցմունք տված լիներ առաջին ժամանած ոստիկաններին։ Ռաֆֆին փորձեց դուրս գալ կլինիկայից, բայց գործակալները խանգարեցին նրան։ Նա պնդում էր, որ ամեն ինչ թյուրիմացություն է, որ իր կինը սայթաքել է, որ ինքը երբեք նրան այդպես չի դիպչի։ Բայց բառերը դատարկ էին թվում նույնիսկ նրա համար, հատկապես երբ ոստիկանները տեղեկացրին, որ կան անվտանգության տեսախցիկներ բազմաթիվ վկաներ։ Շտապօգնության մեքենան, որը տարավ Կարինեին, սովորական ծառայությունից չէր։ Այն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից էր, Հայաստանի ամենամեծ հեղինակավոր հիվանդանոցային ցանցից, որն ուներ 5 մա. Սնաճյուղ Երանի մետրոպոլիտենի տարածքում։ Եվ Կարինեն պարզապես հերթական հիվանդը չէր։ Նա Կարինե Մելիքյանն էր, Հարություն Մելիքյանի միակ դուստրը, ամբողջ հիվանդանոցային համալիրի հիմնադիրն ու սեփականատերը։ Հարությունն իր աշխատասենյակում էր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնական հիվանդանոցի 10-րդ հարկում, երբ զանգ ստացավ։ Նա 62 տարեկան էր, լիովին սպիտակ մազերով կեցվածքով, որը ճառագում էր տասնամյակների քրտնաջան աշխատանքի միջոցով ձեռք բերված իշխանություն։ Նա իր կարիերան սկսել էր որպես վիրաբույժ, աստիճանաբար կառուցել էր առողջապահական կայսրություն, հիմնված գերազանցության, նորարարության, ամենից առաջ հիվանդների նկատմամբ անկեղծ հոգատարության վրա։ Շտապօգնության աշխատակցուհու ձայնը դողում էր, երբ նա տեղեկացրեց, որ նրա դուստրը հիվանդանոց է ընդունվել, որպես հարձակման զոհ։ Հարությունն զգաց, կարծես հողը ոտքերի տակից փախավ։ Նա գցեց այն ֆինանսական զեկույցը, որը վերանայում էր, վազեց հիվանդանոցի միջանցքներով այնպիսի արագությամբ, որը զարմացրեց բոլորին, ովքեր տեսան նրան անցնելիս։ Երբ Ա հասավ շտապօգնության բաժանմունք, Կարինեին արդեն հետազոտում էր բժիշկների ամբողջական թիմը։ Հարությունը քաղաքավարի, բայց վճռականորեն հեռացրեց մասնագետներին, անձամբ ստանձնեց իրավիճակի ղեկավարությունը։ Նրա բժշկի աչքերը արագ գնահատեցին դստեր գլխի վերքը, նրա դեմքի գունատությունը, մոնիտորի կենսական նշանները։ Բայց նրա հոր աչքերը շատ ավելին տեսան։ Տեսան վախը, նվաստացումը, ցավը, որը շատ ավելին էր, քան ֆիզիկականը։ Հայր, Կարինեի ձայնը թույլ էր, բայց լի հույզերով։ Իզաբելլան, նա լավ է։ Հարությունը նրբորեն ձեռքը դրեց դստեր փորի վրա, սպասեց։ Մի քանի վայրկյան անց նա ուժեղ հարված զգաց։ Այն թեթացումը, որ համակեց նրան, հսկայական էր, բայց կարճ տեց։ Զայրույթը սկսեց աճել, փոխարինելով սկզբնական վախին։ Ո՞վ էր դա արել իր դստեր հետ։ Ո՞վ էր համարձակվել վնասել Կարինեին, վտանգել իր թոռնուհուն։ Դա Ռաֆֆին էր, շնջաց Կարինեն, արցունքը հոսում էր աչքի անկյունից։ Ես չէի ուզում հավատալ, որ նա ունակ կլինի դրան, բայց դա նա էր։ Հարությունն այդ պահին ոչինչ չասաց։ Նրա առաջնահերթությունը ապահովելն էր, որ Արինեն երեխան կայուն վիճակում էին։ Նա հրամայեց քննությունների ամբողջական շարք, գլխի վնասվածքը ստուգելու համար մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, երեխայի վիճակը գնահատելու համար շտապ մանկաբարձական ուլտրաձայնային հետազոտություն, արյան ամբողջական անալիզներ։ Յուրաքանչյուր պրոցեդուրա իրականացվեց առավելագույն շտապողականությամբ, ճշգրտությամբ։ Մինչ սպասում էր քննությունների արդյունքներին, Հարությունը խնդրեց խոսել հիվանդանոցի անվտանգության թիմի հետ։ Նա պահանջեց բոլոր բժշկական եզրակացությունների, սպասարկման բոլոր գրանցումների պատճենները, հրամայեց կապ հաստատել ատամնաբուժական կլինիկայի հետ, անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները, վկաների ցուցմունքները ստանալու համար։ Նա մեթոդական էր, վիրահատական իր մոտեցման մեջ, նույնիսկ երբ նրա էության յուրաքանչյուր թել ճիչ էր բարձրացնում անհապաղ արդարության համար։ Երեկոյան, երբ Կարինեն վերջապես քնած էր, հանգստացած վերահսկվող հիվանդանոցի մասնավոր սենյակում, Հարությունն իրեն փակեց իր աշխատասենյակում, դիտեց կլինիկայի անվտանգության տեսախցիկների տեսանյու բութերը։ Նա մեկ անգամ դիտեց լռության մեջ, նրա դեմքի արտահայտությունը մնում էր չեզոք։ Այնուհետ նա նորից դիտեց, մեկ անգամ։ Յուրաքանչյուր դիտում միայն ամրապնդում էր նրա ներսում աճող վճռականությունը։ Ռաֆֆի Տավյան։ Հարությունը լավ էր ճանաչում այդ անունը։ Ճանաչում էր Փեսայի ընկերությունը, Թեքմ լուծումները։ Իրականում, Ռաֆֆի ընկերությունը զգալի պայմանագրեր ուներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ցանցի երկու հիվանդանոցների հետ։
Պայմանագրեր, որոնք տարեկան միլիոնավոր դրամներ էին շրջանառում, տրամադրելով հիվանդանոցային կառավարման համակարգեր, էլեկտրոնային բժշկական քարտեր, տվյալների վերլուծության հարթակներ։ Հարությունը վերցրեց հեռախոսը, սկսեց զանգել։ Առաջինը Մարկոս Անդրեասյանին էր, հիվանդանոցային խմբի իրավական տնօրենին։ Մարկոսը փայլուն փաստաբան էր, բժշկական ձեռնարկատիրական իրավունքի 30 տարվա փորձով։ Հարությունը վերահսկվող ձայնով բացատրեց իրավիճակը, բայց Մարկոսը կարող էր զգալ զսպված կատաղությունը յուրաքանչյուր բառի մեջ։ Ես ուզում եմ, որ թեկն լուծումներ ի հետ բոլոր պայմանագրերը անում։ Իչապես վերանայվեն, հրամայեց Հարությունը։ Փնտրեք ցանկացած կետ, որը թույլ է տալիս դադարեցնել։ Եվ ուզում եմ, որ դա արվի այսօր։ Երկրորդ զանգը Բեատրիս Ֆոնսեքյանին էր, խմբի տեղեկատվական տեխնոլոգիաների ղեկավարին։ Հարությունը հրահանգեց անմիջապես արգելափակել Ռաֆֆիի բոլոր մուտքերը հիվանդանոցային համակարգեր։ Կարևոր չէր, որ կեսգիշեր էր, նա ուզում էր, որ դա արվի մինչ լուսաբաց։ Զանգերը շարունակվեցին։ Հարությունը կապ հաստատեց հիվանդանոցային միավորների 5 տնօրեններից յուրաքանչյուրի հետ, տեղեկացնելով նրանց իրավիճակի ձեռնարկվելիք միջոցների մասին։ Նրանցից ոչ ոք չկասկածեց։ Հարություն Մելիքյանը հայտնի էր իր արդարությամբ, իր անսասան ազնվությամբ, եթե նա այդպիսի կտրուկ միջոցներ էր ձեռնարկում, դրա համար լավ պատճառներ ուներ։ Երբ հաջորդ օրը Արը ծագեց Երանի վրա, Ռաֆֆի Տավյանը արթնացավ իր դատարկ տանը, չիմանալով այն փոթորկի մասին, որը պատրաստվում էր թափվել նրա վրա։ Նա գիշերն անցկացրել էր ոստիկանական բաժանմունքում, ցուցմունք տալով ազատ էր արձակվել միայն գրավի դիմաց պաշտպանական միջոցով, որը խանգ արում էր նրան մոտենալ Կարինեին։ Այն, ինչ նա արել էր, սկսում էր ծանրություն դնել նրա վրա, բայց Ռաֆֆին դեռ հավատում էր, որ կարող է վերահսկել իրավիճակը, որ կարող է ամեն ինչ շտկել ճիշտ խոսքերով, գուցե մի քանի թանկարժեք նվերներով, անշուշտ իր փաստաբանների աջակցությամբ։ Առաջին նշանը, որ ամեն ինչ ավելի լուրջ էր, քան նա պատկերացնում էր, եկավ, երբ նա հասավ թեկն լուծումներ ի գրասենյակ։ Նրա քարտուղարը, Անահիտը, ակնհայտորեն նյարդային էր։ 3 հիվանդանոց զանգահարել էին առավոտյան, բոլորը շտապ ուզում էին խոսել նրա հետ։ Ռաֆֆին խնդրեց նրան փոխանցել առաջին զանգը։ Պարոն Տավյան, այստեղ դոկտոր Նարեկ Կոստանյանն է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հյուսիսային հիվանդանոցի տնօրենը։ Սպասում էի ձեր զանգին։ Տոնը սառն էր, չափազանց պրոֆեսիոնալ։ Ռաֆֆին անհանգստություն զգաց ստամոքսում։ Բարի լույս, դոկտոր։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Պարոն Տավյան, ցավով տեղեկացնում եմ ձեզ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հյուսիսային հիվանդանոցը կդադարեցնի բոլոր պայմանագրերը, թեկն լուծումներ ի հետ, անմիջապես ուժի մեջ մտնելով։ Իրավական փաստաթղթերը կուղարկվեն այսօր։ Ռաֆֆին լռեց մի պահ, մարսելով տեղեկատվությունը։ Ինչպես թե։ Մենք 3 տարվա պայմանագիր ունենք, դեռ 2 տարի կա մինչ ավարտը։ Նրանք չեն կարող պարզապես դադարեցնել։ Իրականում, կարող ենք։ Կա մատակարարների էթիկական վարքի խախտման պատճառով պայմանագրի դադարեցման կետ։ Այս կետը կիրառվում է։ Բացի այդ, ձեր բոլոր մուտքերը մեր համակարգեր արգելափակվել են անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախքան Ռաֆֆին կպատասխաներ, զանգն ավարտվեց։ Շփոթված, նա խնդրեց Անահիտին միացնել հաջորդ զանգը։ Դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնական հիվանդանոցից էր։ Հաղորդագրությունը նույնն էր։ Երրորդ զանգը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հարավային հիվանդանոցից, կրկնեց նույն օրինաչափությունը։ 3 ժամվա ընթացքում Ռաֆֆին կորցրեց պայմանագրեր, որոնք կազմում էին թեկն լուծումներ ի տարեկան եկամտի 40%-ը։ Բայց դա միայն սկիզբն էր։ Լուրը արագորեն տարածվեց Երանի հիվանդանոցային շրջանակներում։ Եթե Հարություն Մելիքյանը խզել էր հարաբերությունները, թեկն լուծումներ ի հետ, ապա ՏՔ լուրջ պատճառ լիներ։ Եվ ոչ ոք չէր ուզում կապվել մի ընկերության հետ, որը անարգանքի էր մատնվել տարածաշրջանի առողջապահության ոլորտի ամենաազդեցիկ մարդու մոտ։ Օրվա ընթացքում 3 փոքր հիվանդանոցներ, որոնք չէին մտնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ խմբի մեջ, բայց խորապես հարգում էին Հարություն Մելիքյանին, ուղարկեցին պայմանագրերի դադարեցման ծանուցումներ կամ մոտալուտ ժամկետով ավարտվող պայմանագրերը չերկարացկելու որոշումներ։ Ռաֆֆին մի քանի անգամ փորձեց զանգել Հարությունին, բայց բոլոր զանգերը արգելափակվեցին։ Նա փորձեց անձամբ գնալը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնական հիվանդանոց, բայց անվտանգությունը խանգարեց նրան մտնել շենք։
Հուսահատված նա ծաղիկներ ներողություն խնդրող բացիկ ուղարկեց Կարինեին, բայց առաքիչը ամեն ինչ հետ բերեց, տեղեկացնելով, որ հիվանդանոցը մերժել է ստանալը։ Մինչ Ռաֆիի պրոֆեսիոնալ աշխարհը փլուզվում էր, Կարինեն մնում էր հիվանդանոցում, խնամված լավագույն բժշկական թիմի կողմից։ Քննությունները ցույց տվեցին, որ բարեբախտաբար լուրջ գլխի վնասվածք չկար, ընդամենը մի կտրվածք, որը կար պահանջեց։ Երեխան լավ էր, սրտի զարկերը ուժեղ կանոնավոր։ Բայց հուզական ազդեցությունը խորը էր։ Հարությունն ամեն երեկո նստում էր դստեր անկողնու կողքին, բռնելով նրա ձեռքը։ Նրանք շատ չէին խոսում Ռաֆիի կամ տեղի ունեցածի մասին։ Փոխարենը նրանք խոսում էին ապագայի մասին, փոքրիկ Իզաբելլայի մասին, ով շուտով կգար, այն մասին, թե ինչպես կլինի ամեն ինչ այսուհետ։ Բայց խոսքերի մեջ ընկած դադարներում, այն ծով, թե ինչպես Հարությունն ամուր սեղմում էր Կարինեի ձեռքը, նա գիտեր, որ իր հայրը շատ ավելին էր անում, քան պարզապես մխիթարում էր նրան։ Նա գործում էր, ճանաչելով իր հորը, նա գիտեր, որ յուրաքանչյուր գործողություն հաշվարկված էր, ճշգրիտ անդառնալի։ Հարձակման տեսանյութը համացանցում հայտնվեց միջադեպից 3 օր անց։ Ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Ատամնաբուժական կլինիկան ձայնագրությունները հանձնել էր միայն ոստիկանությանը Կարինեի փաստաբանին, բայց ինչ-որ կերպ ֆայլը սկզբում հայտնվեց տարածաշրջանի բամբասանքների WhatsApp խմբում, այնուհետ Twitter-ում, ժամերի ընթացքում այն ամենուր էր։ Զդեցությունը անմիջական կործանարար էր։ Մարդիկ սարսափած դիտում էին 30 վայրկյանը, որը փոխեց ամեն ինչ։ Ռաֆիի կատաղությունը, որով նա մտավ կլինիկա, վեճը, դաժան ապտակը, Կարինեի ընկնելը, արյունը հատակին։ Յուրաքանչյուր կադր ավելի անհանգստացնող էր, քան նախորդը, հատկապես, երբ պարզ երում էր, որ նա հղի էր, ակնհայտորեն հղիության վերջին փուլում։ Սոցիալական ցանցերում մեկնաբանությունները վրդովմունքի ձնահյուս էին։ Հեշթեգները սկսեցին հայտնվել, արագորեն դարձան թրենդային թեմաներ ամբողջ Հայաստանում։ Արդարություն Կարինեի համար ոչ մի ավելի մեկը գերիշխեցին Twitter-ում օրեր շարունակ։ Թվային ինֆլուենսերները կիսում էին տեսանյութը, Կարինեին աջակցող կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող հաղորդագրություններով։ Հայտնիները հանդես եկան։ Նույնիսկ քաղաքական գործիչները, միշտ ուշադիր հանրային կարծիքի ալիքներին, սկսեցին մեկնաբանել գործը։ Ռաֆիի համար դա վերջի սկիզբն էր։ Նրա ընկերությունը, Techman լուծումները, որն արդեն տուժում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցների հետ պայմանագրերի չեղարկումից, այժմ խվում էր հսկայական իմիջային ճգնաժամի։ Հաճախորդները, ովքեր դեռ ակտիվ պայմանագրեր ունեին, սկսեցին վերանայել իրենց կապը մի ընկերության հետ, որի գործադիր տնօրենը կենցաղային բռնության սկանդալի կենտրոնում էր։ Ռաֆիի հանրային կապերի թիմը աշխատում էր օր ու գիշեր, փորձելով վերահսկել վնասները։ Նրանք հաղորդագրություններ էին կազմում, խնդրում էին հարթակներին հեռացնել տեսանյութը, գաղտնիության խախտման պատճառով, փորձում էին ուղղորդել պատմությունը։ Ռաֆին ինքը հանրային ներողություն խնդրեց, կարդալով հեռուստահաղորդավարի տեքստից զղջացող արտահայտությամբ, պնդելով, որ ինքը անցնում էր ծայրահեղ պրոֆեսիոնալ անձնական սթրեսի պահեր, որ երբեք նախկինում նման բան չէր արել, որ իր կնոջն ու դստերը ամեն ինչից շատ էր սիրում։ Բայց ոչինչ չաշխատեց։ Արդարացման յուրաքանչյուր փորձ դատարկ ու հաշվենկատ էր թվում։ Տեսանյութը միանշանակ էր։ Ոչ մի համատեքստ չէր կարող մեղմել այդ դաժանությունը։ Հանրային ներողությունները միայն ավելի շատ վրդովմունք առաջացրին, հազարավոր մարդիկ մեկնաբանում էին, որ եթե նա ունակ էր դա անել հանրության առաջ, ապա ինչ չէր անի անձնականում։ Սկսվեցին ցույցեր։ Մի խումբ կանայք բողոքի ակցիա կազմակերպեցին Techman լուծումները իշենքի դիմաց, պաստառներով, որոնց վրա գրված էին տեխնոլոգիան չի արդարացնում բռնությունը, ոչ մի կին դրան արժանի չէ։ Ցույցը խաղաղ էր, բայց աղմկոտ, երգերով ելույթներով, որոնք արձագանքում էին Երանի կենտրոնի փողոցներում։ Մինչդեռ Կարինեն մնում էր հիվանդանոցում, այժմ ոչ միայն բժշկական անհրաժեշտությունից, այլ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հարությունն ուժեղացրել էր պաշտպանությունը նրա գտնվելու վայրի շուրջ, ապահովելով, որ ոչ մի լրագրող կամ չթույլատրված անձ չկարողանա մոտենալ։ Կարինեն դարձել էր ավելի մեծ պայքարի անկամավոր խորհրդանիշ, չնայած նա գնահատում էր հանրային աջակցությունը, այդ ամբողջ ուշադրության ծանրությունը ճնշող էր։ Դա այդ դժվար գիշերներից մեկի ընթացքում էր, երբ Կարինեն չէր կարողանում քնել, չնայած դեղորայքին, որ Հարությունը նրան հյուր բերեց։ Ադրինե Ղազարյանը Հայաստանի ամենահարգված փաստաբաններից մեկն էր բժշկական իրավունքի մարդու իրավունքների ոլորտում։
Նա 48 տարեկան էր, կարիերան լի էր բարձրակարգ գործերով, նա ուներ բացարձակապես անողոք լինելու համբավ, երբ պաշտպանում էր իր հաճախորդներին։ «Բար Կարինե», ասաց Ադրինեն նուրբ, բայց վճռական ձայնով։ «Ձեր հայրը ինձ պատմեց տեղի ունեցածի մասին։ Շատ ցավում եմ այն ամենի համար, ինչի միջով դուք անցել եք»։ Նրանք խոսեցին ավելի քան 2 ժամ այդ գիշեր։ Ադրինեն բացատրեց առկա իրավական տարբերակները, ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական ոլորտներում։ Նա խոսեց պաշտպանական միջոցների, բաժանման ամուսնալուծության գործընթացների, երեխայի խնամակալության իրավունքների մասին, երբ նա ծնվի։ Բայց նրա ձայնում ավելին կար մի հոգատարություն, որը գերազանցում էր պրոֆեսիոնալը։ «Կարինե, ես պետք է ուրիշ բան էլ ասեմ քեզ», ասաց Ադրինեն, նշանակալի հայացք փոխանակելով Հարությունի հետ։ «Ձեր հայրը ինձ խնդրեց ավելի խորը հետաքննել Ռաֆֆիի ընկերության գործունեությունը։ Եվ այն, ինչ մենք գտանք, անհանգստացնող է»։ Հարությունը մոտեցավ դստեր անկողնում բռնեց նրա ձեռքը։ «Կարինե, սիրելիս, դու ճիշտ գիտեիր, թե ինչ էր անում Ռաֆֆիի ընկերությունը»։ Կարինեն մի պահ մտածեց։ Նա գիտեր, որ Թեկն լուծումները ծրագրեր էր մշակում հիվանդանոցների համար, կառավարման համակարգեր, էլեկտրոնային բժշկական քարտեր։ Ռաֆֆին միշտ հպարտությամբ էր խոսում այն մասին, թե ինչպես էր արդիականացնում առողջապահության ոլորտը Հայաստանում։ Բայց նա երբեք չէր խորացել տեխնիկական մանրամասների մեջ։ «Կարծում եմ, այո», պատասխանեց նա երկմտելով։ «Ծրագրեր հիվանդանոցների համար, չէ՞։ Ադրինեն բացեց իր պանակը, հանեց մի ֆլեշ գրիչ։ Կարինեի թույլտվությամբ նա այն միացրեց իր բերած նոութբուքին, սկսեց ցույց տալ փաստաթղթեր։ Դրանք պայմանագրեր էին, ծրագրավորման կոդեր, տեղեկատվական անվտանգության մասնագետների կողմից կատարված տեխնիկական վերլուծություններ, որոնց Ադրինեն վարձել էր։ «Այն, ինչ մենք հայտնաբերեցինք», բացատրեց Ադրինեն, այն է, որ այն համակարգերը, որոնք Ռաֆֆին տեղադրում էր հիվանդանոցներում, ոչ միայն կառավարում էին տեղեկատվություն։ Նրանք հավաքում էին հիվանդների գաղտնի տվյալներ, շատ ավելին, քան անհրաժեշտ էր ծրագրի օրինական գործունեության համար։ Անուններ, հիվանդություններ, ամբողջական բժշկական պատմություններ, ֆինանսական տեղեկություններ, ամեն ինչ պատճենվում պահվում էր արտաքին սերվերներում։ Կարինեն ցրտ զգաց իր ողնաշարի վրա։ Ինչու էր նրան պետք այդ տվյալները։ Հարությունը պատասխանեց, նրա ձայնը լուրջ էր։ Վաճառելու համար։ Մենք ապացույցներ գտանք, որ Ռաֆֆին վաճառում էր այդ տեղեկությունները ապահովագրական ընկերություններին, դեղագործական ընկերություններին, նույնիսկ այլ հիվանդանոցների մրցակիցներին։ Հազարավոր հիվանդների գաղտնիությունը խախտվել էր։ Որոշ տվյալներ այնքան զգայուն էին, որ կարող էին կործանել կյանքեր, եթե հայտնվեին սխալ ձեռքերում։ Կարինեն ձեռքերը դրեց դեմքին, փորձելով մարսել այդ բացահայտումը։ Նա միշտ գիտեր, որ Ռաֆֆին հավակնոտ է, որ երբեմն շահույթն ավելի կարևոր է համարում, քան էթիկան, բայց երբեք չէր պատկերացրել, որ նա ունակ կլինի այդքան լուրջ բանի։ Դա ոչ միայն անէթիկական էր, այլ լիովին անօրինական, վերջերս Հայաստանում իրականացված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք ի զանգվածային խախտում։ Ադրինեն շարունակեց. «Ենք ունենք բավարար փաստաթղթեր, համապատասխան դաշնային մարմիններին պաշտոնական բողոք ներկայացնելու համար։ Անձնական տվյալների պաշտպանության պետական մարմնին, դատախազությանը, բոլորին պետք է տեղեկացվի։ Այս տեսակի խախտումների համար պատիժները խիստ են։ Մենք խոսում ենք տուգանքների մասին, որոնք կարող են հասնել միլիոնավոր դրամների, բացի քրեական գործերից»։ Իսկ հիվանդները, հարցրեց Կարինեն, նրա ձայնը դողում էր։ Բոլոր այդ մարդիկ, ովքեր վստահել էին հիվանդանոցներին, ովքեր երբեք չէին պատկերացրել, որ իրենց ամենանվիրական տեղեկությունները վաճառվում են։ Հարությունն ավելի ուժեղ սեղմեց դստեր ձեռքը։ Այդ իսկ պատճառով ես անձամբ վերանայում էի բոլոր պայմանագրերն ու համակարգերը։ Հենց որ իմացա, թե ինչ է կատարվում, ես խզեցի բոլոր կապերը Թեկն լուծումների հետ։ Եվ ես աշխատում եմ իմ թիմի հետ, ապահովելու համար, որ մեր հիվանդների բոլոր տվյալները պաշտպանված են, որ մեր հիվանդանոցներից արտահոսքեր չեն եղել։ Կարինեն նոր աչքերով նայեց հորը։ Նա միշտ գիտեր, որ Հարությունը սկզբունքային մարդ է, բայց տեսնելով այն, ինչ նա անում էր ոչ միայն իրեն պաշտպանելու համար, այլ հազարավոր անհայտ հիվանդներին պաշտպանելու համար, նրան խորը հպարտություն պատճառեց։ «Ես ուզում եմ, որ դուք ամեն ինչ շարունակեք», ասաց Կարինեն նոր վճռականությամբ։ «Ես ուզում եմ, որ դուք բողոքներ ներկայացնեք, որ դուք բացահայտեք այն ամենը, ինչ արել է Ռաֆֆին։ Սա այլևս միայն իմ մասին չէ։
Սա այն բոլոր մարդկանց մասին է, ովքեր տուժել են։ Ադրինեն ժպտաց, հավանության հարգանքի արտահայտությամբ։ Ես սպասում էի, որ դուք դա կասեք։ Ես արդեն սկսել եմ փաստաթղթերը պատրաստել։ Մենք այս շաբաթ կներկայացնենք բողոքները։ Հաջորդ օրերին պատմությունը նոր բարդություններ ձեռք բերեց։ Լրատվամիջոցները, որոնք արդեն ինտենսիվորեն լուսաբանում էին կենցաղային բռնության դեպքը, այժմ հսկայական կորպորատիվ սկանդալ ունեին զեկուցելու։ Հետաքննող լրագրողները սկսեցին քանդել թեքնոլուծումներ ի գործելավոճը։ Տեխնոլոգիական թվային իրավունքի մասնագետները հրավիրվեցին հեռուստահաղորդումներ, բացատրելու բժշկական տվյալների արտահոսքի հետանքները։ Դատախազությունը պաշտոնական հետաքննություն սկսեց։ Ոստիկանությունը ներգրավվեց գործի քրեական կողմերը հետաքննելու համար։ Թեքնոլուծումները ի գրասենյակներում խուզարկություններ առգրավումներ իրականացվեցին, դաշնային գործակալները դուրս էին գալիս շենքերից, տանելով փաստաթղթերով էլեկտրոնային սարքավորումներով լի արկղեր։ Ընկերության ներդրողները խուճապի մատնվեցին։ Նրանցից շատերը չէին պատկերացնում Ռաֆֆիի անօրինական գործունեության մասշտաբները, այժմ իրենց հայտնաբերեցին հանցավոր սխեմայի հնարավոր հանցակիցներ։ Նրանք սկսեցին հեռանալ, վաճառելով իրենց բաժնետոմսերն ավելի ու ավելի ցածր գներով։ Թեքնոլուծումներ ի շուկայական արժեքը կտրուկ անկում ապրեց։ Ռաֆֆին հուսահատորեն փորձում էր վերահսկողությունը պահպանել, բայց դա նման էր ձեռքերով ջուր բռնելուն։ Ամեն օր նոր բացահայտում էր բերում, նոր հարված։ Նախկին աշխատակիցները սկսեցին հարցազրույցներ տալ, պատմելով, թե ինչպես էին ստիպված իրականացնել ֆունկցիոնալություններ, որոնք կասկածելի էին թվում։ Արտրային գործընկերները խզեցին համաձայնագրերը։ Բանկերը սկսեցին կասկածի տակ դնել վարկերը։ Եվ այս ամենի ընթացքում Կարինեն մնում էր հիվանդանոցում, շրջապատված հոր սիրով այն գիտակցության աճող զգացումով, որ իր կյանքը անդառնալիորեն փոխվել էր։ Այն մարդը, ում հետ նա ամուսնացել էր, իր դստեր հայրը, նա չէր, ում նա կարծում էր։ Եվ թե այդ բացահայտման ցավը սուր էր, կար նա ազատագրման տարօրինակ զգացում։ Նա տեսնում էր Ռաֆֆին այնպիսին, ինչպիսին նա իրականում էր, գուցե առաջին անգամ, դա որքան էլ ցավոտ լիներ, նա անհրաժեշտ ճշմարտություն էր։ 3 շաբաթ էր անցել ատամնաբուժական կլինիկայում տեղի ունեցած սարսափելի առավոտից։ Կարինեն վերադարձել էր հոր տուն, Արաբկիր թաղամասում գտնվող ընդարձակ հարմարավետ նստավայր, հսկայական այգիով ուժեղացված անվտանգությամբ։ Հարությունը պնդել էր, որ նա մնա այնտեղ մինչ երեխայի ծնվելը, Կարինեն, իրեն ավելի ապահով զգալով հայրական տանիքի տակ, առանց վարանելու համաձայնեց։ Դա անձրոտ չորեքշաբթի էր, բնորոշ աշնանային երանին, երբ Կարինեն սկսեց զգալ առաջին ցավերը։ Սկզբում նա կարծեց, թե դրանք պարզապես հղիության վերջին շրջանի սովորական անհարմարություններն են, կեղծ ցավերը, որոնց մասին նշել էր իր մանկաբարձը։ Բայց ժամերի ընթացքում ինտենսիվությունն ու հաճախականությունն աճեցին։ Հայր, կանչեց նա, հարությունին գտնելով իր տնային աշխատասենյակում։ Կարծում եմ, սկսվում է։ Հարությունն անմիջապես վեր կացավ, նրա բժշկական պատրաստվածությունը ստանձնեց վերահսկողությունը, նույնիսկ մինչ հոր սիրտը արագանում էր։ Նա ժամանակագրեց ցավերը, հարցեր տվեց ինտենսիվության մասին, ստուգեց, թե արդյոք պարկուճը պատռվել է։ Ամեն ինչ ցույց էր տալիս, որ այո, ծննդաբերությունն իսկապես սկսվում էր, գրեթե 3 շաբաթ շուտ։ Բժշկական թիմն արդեն պատրաստ էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնական հիվանդանոցում, սպասելով այս պահին։ Հարությունը զանգահարեց, տեղեկացնելով, որ նրանք ճանապարհին են, րոպեների ընթացքում Կարինեն մեքենայի մեջ էր, տեղափոխվում էր Երանի թաց փողոցներով դեպի հիվանդանոց։ Ճանապարհին, մինչ նա շնչում էր հերթական ցավի միջով, Կարինեն մտածեց Ռաֆֆիի մասին։ Նրա մի մասը, մի փոքր, բայց համառ մասը, ցանկանում էր, որ նա այնտեղ լիներ։ Ոչ այն Ռաֆֆին, ով հարձակվել էր նրա վրա, ոչ այն մարդը, ով խտել էր հազարավոր մարդկանց գաղտնիությունը, այլ այն Ռաֆֆին, ում նա ճանաչել էր տարիներ առաջ, այն մարդը, ում սիրահարվել էր, այն մարդը, ով ստիպել էր նրան ծիծաղել իրեն հատուկ զգալ։ Բայց այդ Ռաֆֆին, նա սկսում էր հասկանալ, գուցե երբեք իրականում գոյություն չի ունեցել։ Գուցե դա միշտ պատրանք էր, մի դիմակ, որը սահել էր միայն վերջերս, բացահայտելով այն, ինչ միշտ եղել էր դրա տակ։ Հիվանդանոցում Կարինեին դիմավորեց դոկտոր Մարիամ Սարգսյանը, նրա վստահելի մանկաբարձը, 40 տարեկան կին, նուրբ ձեռքերով հանգիստ ձայնով։ Մարիամը հետազոտեց Կարինեին, հաստատեց, որ ծննդաբերությունը արագ էր ընթանում։ Հավանաբար ավելի արագ, քան նորմալ է առաջին հղիության համար։ Դա սթրեսն է, Մարիամը բացատրեց Հարությունին մասնավոր զրույցում։
Նրա մարմինը վերջերս շատ տրավմա է կրել, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական։ Սովորական չէ, որ դա արագացնում է ծննդաբերությունը ուշ հղիության ժամանակ։ Ժամերը ձգվում էին ավելի ու ավելի ինտենսիվ ցավերի, վերահսկվող շնչառությունների, Հարությունի Մարիամի քաջալերական խոսքերի հաջորդականու։ Թիամբ։ Կարինեն հյուծված էր ոչ միայն ծննդաբերությունից, այլ ամեն ինչից։ Վերջին շաբաթներից, ամբողջ հուզական իրարանցումից, իր կյանքի արմատական փոփոխությունից։ Դա հատկապես ինտենսիվ ցավի ժամանակ էր, որ ծննդասենյակի դուռը կտրուկ բացվեց։ Մի բուժքույր շտապ մտավ, անհանգստացած արտահայտությամբ։ Դոկտոր Մելիքյան, ներքում, գլխավոր մուտքի մոտ մի տղամարդ կա։ Ռաֆֆի Տավյան։ Նա պահանջում է տեսնել իր կնոջը։ Հարությունն զգաց, որ ծանոթ զայրույթը բարձրանում է, բայց նրա ձայնը վերահսկվող մնաց։ Գործում է պաշտպանական միջոց։ Նա չի կարող մոտենալ Կարինեին։ Կանչեք անվտանգությանը, անհրաժեշտության դեպքում ոստիկանությանը։ Կարինեն լսեց խոսակցությունը ցավի մշուշի միջով։ Ռաֆֆին այնտեղ էր։ Ամեն ինչից հետո նա եկել էր։ Բայց նա ողջունելի չէր։ Այլս ոչ։ Այդ ընկալումը պարզ վերջնական անցավ ֆիզիկական ցավի միջով տարօրինակ պարզություն բերեց։ Սա մի գլխի ավարտն էր մեկ այլի սկիզբը։ Եվ Ռաֆֆին չէր լինի այս նոր սկզբի մասը։ Ներքում, հիվանդանոցի գլխավոր նախասրահում, Ռաֆֆին հսկայական ծաղկեփունջ էր պահում փորձում էր բանակցել անվտանգության աշխատակիցների հետ։ Նա ելույթ էր փորձել, ներողություններ էր պատրաստել, պատկերացրել էր դրամատիկ հաշտեցում։ Բայց անվտանգության աշխատակիցներն անսասան էին։ Երբ ոստիկանությունը ժամանեց, նրանք համբերատար, բայց վճռականորեն բացատրեցին, որ նա խախտում է պաշտպանական միջոցը պարզապես այնտեղ լինելով, որ նա պետք է անմիջապես հեռանա, հակառակ դեպքում կձերբակալվի։ Լրագրողները, ովքեր անանուն աղբյուրից տեղեկացվել էին Ռաֆֆիի հիվանդանոցում գտնվելու մասին, նկարահանեցին ամեն ինչ։ Ռաֆֆիի հիվանդանոցից դուրս բերվելու կադրերը, դեռ պահելով ծաղիկները, որոնք ոչ ոք չէր ընդունի, ցուցադրվեցին երեկոյան լուրերում։ Շատ հեռուստադիտողների համար դա նրա բնավորությանս մեկ հաստատումն էր։ Մինչ վերջ ինքնասիրահարված, ավելի շատ անհանգստացած հանրային քավության տեսքով, քան օրինականորեն սահմանված սահմանները հարգելով։ Մինչդեռ, վերին հարկերից մեկում, այդ դրամայից հեռու, Կարինեն ծննդաբերում էր։ 15 ժամ տող ծննդաբերությունից հետո, երբ Հարությունը բռնում էր նրա ձեռքը շշնջում քաջալերանքի խոսքեր, փոքրիկ Իզաբելլա Մելիքյանը եկավ աշխարհ։ Նա ծնվեց ուժեղ լացով, լավ քաշով, չնայած թեթ վաղաժամկությանը, կատարյալ բոլոր առումներով։ Երբ Մարիամը երեխային դրեց Կարինեի գրկում, ինչ-որ բան փոխվեց։ Բոլոր ցավերը, բոլոր վախերը, բոլոր անորոշությունները, ամեն ինչ միաժամանակ թվաց թեթացավ ուժեղացավ։ Կարինեն նայեց այդ վարդագույն դեմքին, փակ աչքերին, մանրիկ մատներին, որոնք արդեն բռնվում էին իր մատից, սեր զգաց այնքան ուժեղ, որ գրեթե տապալեց նրան։ Բար Իզաբելլա, շշնջաց նա, արցունքները ազատորեն հոսում էին դեմքով։ Բարի գալուստ, իմ դուստր։ Բարի գալուստ մեր նոր կյանք։ Հարությունը, կանգնած անկողնու կողքին, նայում էր դստերը թոռնուհուն, մաքուր հույզերի արտահայտությամբ։ Նա տասնամյակներ էր նստկացրել կյանքեր փրկելով, բայց այդ պահին, տեսնելով այդ երկու մարդկանց, ում նա ամեն ինչից շատ էր սիրում, զգաց, որ ականատես է լինում նորացման իրական իմաստին։ Իզաբելլայի ծնունդից հետո հաջորդող օրերը հարմարվողականության բացահայտումների շրջան էին։ Կարինեն սովորեց կերակրել, տակտիրներ փոխել, մեկնաբանել դստեր լացի տարբեր տեսակները։ Հարությունն աշխատանքի ընդունեց նորածնային խնամքի մասնագետ բուժքրոջ, օգնելու համար, բայց Կարինեն պնդեց, որ աշխատանքի մեծ մասն ինքն անի։ Նրան դա պետք էր առօրյան, նպատակը, դստեր հետ կապը։ Մինչդեռ Ռաֆֆիի դեմ գործը շարունակվում էր արտաքին աշխարհում։ Ադրինե Ղազարյանը ներկայացրել էր համապարփակ քաղաքացիական հայց, պահանջելով ոչ միայն բաժանում երեխայի լիակատար խնամակալություն Կարինեի համար, այլ զգալի ֆինանսական փոխհատուցում պատճառված վնասների համար։ Մարմնական վնասվածքների համար քրեական գործը շարունակվում էր, դատախազությունը ներկայացնում էր բոլոր ապացույցները, ներառյալ հարձակման տեսանյութը վկաների ցուցմունքները։ Բայց գուցե Ռաֆֆիի համար ավելի կործանարար էր տվյալների խախտման հետ կապված դաշնային գործը։ Ոստիկանության հետաքննությունը բացահայտել էր սխեմայի ամբողջական մասշտաբը։ Ավելի քան 50,000 հիվանդի տվյալներ էին վտանգվել։
Զգայուն բժշկական վիճակների մասին տեղեկություններ, ներառյալ միավի ախտորոշումները, հոգեբուժական բուժումները, արհեստական բեղմնավորման վիրահատությունները, ամեն ինչ հավաքվել վաճառվել էր։ Զոհերը սկսեցին հանդես գալ։ Մի կին հուզիչ հարցազրույցում պատմեց, թե ինչպես է իմացել, որ իր ապահովագրական ընկերությունը չեղարկել է իր պոլիսը, քաղցկեղի ախտորոշման մասին տեղեկություններ գնելուց հետո, որը նա գաղտնի էր պահել։ Մի տղամարդ բացահայտեց, որ կորցրել է աշխատանքի հնարավորություն այն բանից հետո, երբ ընկերությունը ինչ-որ կերպ մուտք էր ստացել դեպրեսիայի բուժման նրա պատմությանը։ Պատմությունները կործանարար էին, դրանցից յուրաքանչյուրը հիշեցնում էր այն իրական վնասի մասին, որը կարող էր պատճառել գաղտնիության խախտումը։ Սկսվեց շարժում ձևավորվել, ղեկավարվելով ամենաձայնային զոհերից մի քանիսի կողմից աջակցվող թվային իրավունքների կազմակերպություն։ Ների կողմից։ Նրանք պահանջում էին ոչ միայն արդարություն Ռաֆֆիի դեմ, այլ կառուցվածքային փոփոխություններ, ապահովելու համար, որ դա երբեք նորից չկրկնվի։ Նրանք ցանկանում էին ավելի խիստ կարգավորում բժշկական տեխնոլոգիաների ընկերությունների համար, անկախ աուդիտներ, ավելի խիստ պատիժներ խախտումների համար։ Ադրինեն, տեսնելով այդ շարժման ներուժը, Կարինեին առաջարկեց դառնալ խոսնակ։ Ոչ միայն որպես ֆիզիկական հարձակման զոհ, այլ որպես մեկը, ով կարող էր ներկայացնել տվյալների սխեմայի բոլոր զոհերին։ Կարինեն կերակրում էր Իզաբելլային, երբ Ադրինեն առաջարկություն արեց։ Նա նայեց իր դստերը, այդքան փոքր խոցելի, մտածեց այն աշխարհի մասին, որում Իզաբելլան կմեծանա։ Դա կլինի մի աշխարհ, որտեղ կանայք դեռ կենցաղային բռնության զոհ են։ Դա կլինի մի աշխարհ, որտեղ գաղտնիությունը ավելի ու ավելի է սպառնում տեխնոլոգիաներից։ Բայց գուցե, պարզապես գուցե, նա կարող էր օգնել այդ աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնել։ Ես դա կանեմ, ասաց Կարինեն, նույնիսկ իրեն զարմացնելով իր ձայնի վճռականությամբ։ Ես կօգտագործեմ իմ պատմությունը։ Թե դա կարող է օգնել ուրիշ մարդկանց, եթե կարող է ինչ-որ տարբերություն մտցնել, ապա արժե դրան։ Իզաբելլայի ծնունդից հետո Կարինեի առաջին հանրային ելույթը մանրակրկիտ պլանավորված էր։ Դա կլիներ բացառիկ հարցազրույց բարձր վարկանիշ ունեցող հեռուստահաղորդման համար, անցկացված մի լրագրողի կողմից, ով հայտնի էր դժվար թեմաները զգայունությամբ մեկնաբանելու համար։ Կարինեն նյարդային էր, բայց վճռական։ Հարցազրույցի երեկոյան միլիոնավոր հայեր լարվեցին, լսելու Կարինեին, իր պատմությունը իր սեփական խոսքերով պատմելիս։ Նա խոսեց հարձակման, նվաստացման ցավի մասին, բայց նա այն ուժի մասին, որը նա գտավ իր մեջ իր ընտանիքում։ Նա խոսեց տվյալների սխեմայի հայտնաբերման մասին, այն մասին, թե ինչպես էր դա ազդել հազարավոր անմեղ մարդկանց վրա։ Եվ խոսեց Իզաբելլայի մասին, այն մասին, թե ինչպես էր մայրությունը նրան նոր հեռանկար տվել, այն մասին, թե ինչն է իրականում կարևոր կյանքում։ Երբ հարցազրույցն ավարտվեց, սոցիալական ցանցերը պայթեցին աջակցության հաղորդագրություններով։ Կարինեն դիպել էր նյարդին, արտահայտել էր մի բան, որ շատ մարդ զգում էին, բայց չէին կարողանում արտահայտել։ Նա իր ցավը նպատակի էր վերածել, իր զոհ դառնալը, պաշտպանության։ Ռաֆֆի Տավյանի դատավարությունը սկսվեց հուլիսի մի ցուրտ առավոտ, ատամնաբուժական կլինիկայում տեղի ունեցած հարձակումից 6 ամիս անց։ Երանի կենտրոնական դատարանի շենքը շրջապատված էր ամբոխով։ Ցուցարարները պաստառներ էին պահում, լրագրողները պայքարում էին իրենց տեսախցիկների համար, լավագույն անկյունների համար, հետաքրքրասերները փորձում էին մտնել դատական նիստերի դահլիճ, որն արդեն լեփ-լեցուն էր նշանակված ժամից շատ առաջ։ Դահլիճում Կարինեն նստած էր Ադրինե Ղազարյանի, իր փաստաբանի, Հարությունի կողքին։ Վերջին ամիսներին նա փոխվել էր։ Նա այլս այն վախեցած վիրավոր կինը չէր, ով այդ սարսափելի օրը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նա ավելի նիհար էր, այո, սթրեսը Իզաբելլային խնամելու անքուն գիշերները իրենց հետքն էին թողել։ Բայց նրա աչքերում կար նա նոր ուժ, մի վճռականություն, որը նախկինում չկար։ Ռաֆֆին մտավ դահլիճ, ուղեկցված իր փաստաբանների կողմից։ Նա ինչ-որ կերպ ավելի փոքր էր թվում, կրճատված։ Նրա թանկարժ կոստյումը չէր կարողանում թաքցնել այն քաշը, որ նա կորցրել էր, այն խորս շրջանակները, որոնք նշում էին նրա դեմքը։ Վերջին ամիսները նրա համար դաժան էին եղել։ Նրա ընկերությունը սնանկության գործընթացում էր, նրա ունեցվածքը բռնագրավում էր տուգանքներն ու փոխհատուցումները վճարելու համար, նրա հեղինակությունը լիովին քանդված էր։ Դատավորը, դոկտոր Մարտիրոս Ռիբերյանը, 60 տարեկան տղամարդ, խիստ, բայց արդար լինելու համբավով, կարգուկանոնի կանչեց նիստը։ Սա ընդամենը Ռաֆֆիի դեմ հարուցված մի քանի գործերից առաջինն էր։
Սա կոնկրետ վերաբերում էր Կարինեի նկատմամբ ֆիզիկական հարձակմանը պաշտպանական միջոցի խախտմանը, երբ նա հայտնվել էր հիվանդանոցում Իզաբելլայի ծնունդի ժամանակ։ Դատախազությունը մանրակրկիտ ներկայացրեց իր ապացույցները։ Հարձակման տեսանյութը ցուցադրվեց դահլիճում, ցնցում վրդովմունք առաջացնելով նույնիսկ նրանց մոտ, ովքեր արդեն տեսել էին այն։ Ինչ-որ բան, որ դիտել այդ պաշտոնական համատեքստում, մեծ էկրանին, ամեն ինչ ավելի զգայական էր դարձնում։ Կարինեն աչքերը հառած պահեց իր ձեռքերին, խորը շնչելով. Ն.ր. Անպետք չէր դա նորից տեսնել։ Նա ամեն օր ապրում էր այդ հիշողությամբ։ Վկաները կանչվեցին մեկ առ մեկ։ Դոկտոր Գայանե Հովհաննիսյանը, ատամնաբույժը, հուզված ձայնով նկարագրեց այն, ինչ տեսել էր։ Հասմիկը, ընդունարանի աշխատակցուհին, լաց եղավ, պատմելով, թե ինչպես էր վախից անշարժացել։ Սպասասրահի մյուս հիվանդները հաստատեցին, որ Կարինեի կողմից սադրանք չի եղել, որ Ռաֆֆին եկել էր արդեն զայրացած ագրեսիվ։ Այնուհետ պաշտպանության հերթն էր։ Ռաֆֆիի փաստաբանները փորձեցին պնդել, որ նա ծայրահեղ սթրեսի տակ էր մասնագիտական խնդիրների պատճառով, որ նախկինում երբեք բռնի վարք չէր դրսևորել, որ խորապես ըխճում էր։ Նրանք ներկայացրեցին գործընկերների բիզնես գործընկերների նամակներ, հաստատելով նրա լավ բնավորությունը, թե այդ նամակներից շատերը ակնհայտորեն ստիպողական էին, գրված այն մարդկանց կողմից, ովքեր ակնհայտորեն կնախընտրեին լինել ցանկացած այլ վայրում։ Երբ Կարինեի վկայություն տալու ժամանակը եկավ, դահլիճում բացարձակ լռություն տիրեց։ Նա վճռական քայլերով մոտեցավ վկաների նստարանին, ձեռքը դրեց Աստվածաշնչի վրա երդում տվեց։ Նրա ձայնը պարզ էր, երբ նա սկսեց խոսել։ Ադրինեն զգուշությամբ, զգայունությամբ վարեց ցուցմունքը։ Կարինեն նկարագրեց Ռաֆֆիի հետ հարաբերությունները, թե ինչպես էին դրանք սկսվել ռոմանտիկ հոգատար, բայց ինչպես ժամանակի ընթացքում նա դարձել էր ավելի ու ավելի վերահսկող։ Սկզբում փոքր բաներ, հարցնել, թե ում հետ է ճաշում, ստուգել նրա բջջային հեռախոսը, մեկնաբանություններ անել նրա հագուստի մասին։ Եվ այնուհետ, հատկապես հղիության ընթացքում, վերահսկողության ուժեղացումը, փողի շուրջ վեճերը, անհարգալից վերաբերմունքի մեղադրանքները։ Նա ինձ ստիպում էր զգալ, որ ես անհիմն էի, երբ կասկածի տակ էի դնում նրա որոշումները, բացատրեց Կարինեն։ Որ ես չափազանցնում էի, երբ անհարմար էի զգում նրա վարքից։ Դա նուրբ բան է, դժվար է բացատրել նրան, ով երբեք դա չի ապրել։ Դու սկսում ես կասկածել ինքդ քեզ, մտածել, որ գուցե դու ես իրականում խնդիրը։ Ռաֆֆիի փաստաբանը ագրեսիվորեն փորձեց Կարինեի ցուցմունքը քանդել հակաքննության ժամանակ, ենթադրելով, որ նա չափազանցրել էր հարձակումը, որ գուցե նա սայթ թաքել էր, որ ամուսնությունը եր կու կողմից էլ խնդիրներ ուներ։ Բայց Կարինեն մնաց վճռական, յուրաքանչյուր հարցի պատասխանելով հանգիստ ճշգրտորեն։ Ես ունեմ տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչ է եղել, ասաց նա որոշակի պահի։ Դա հիմնված չէ հիշողության կամ մեկնաբանության վրա։ Դա անվիճելի փաստ է, որը գրանցված է տեսախցիկով։ Եվ այո, յուրաքանչյուր հարաբերություն ունի խնդիրներ, բայց ոչ մի խնդիր չի արդարացնում ֆիզիկական բռնությունը հղի կնոջ նկատմամբ։ Դահլիճը ծափահարություններով պայթեց, նախքան դատավորը մուրճով կարգուկանոն պահանջեց։ Երբ Կարինեն վերադարձավ իր տեղը, հարությունն ամուր սեղմեց նրա ձեռքը։ Նա հիանալի էր, ուժեղ, հռետորական։ Եվ ամենակարևորը, նրան լսեցին։ Դատավարությունը տեց ընդհանուր առմամբ 5 օր։ Բժշկական փորձագետները վկայեցին Կարինեի վնասվածքների մասին, հոգեբանները խոսեցին տրավմայի ազդեցության մասին, թվային փորձագետները բացատրեցին անվտանգության տեսանյութի իսկությունը, ամբողջականությունը։ Մեղադրող կողմը կառուցեց ամուր անհերքելի գործ։ Վերջին օրվա առավոտյան եկավ դատավճռի ժամանակը։ Դատավորը կարդաց իր որոշումը հանդիսավոր պարզ ձայնով։ Ռաֆֆի Տավյանը մեղավոր ճանաչվեց մարմնական վնասվածք պատճառելու պաշտպանական միջոցը խախտելու մեջ։ Դատավճիռը ներառում էր սահմանափակող միջոցներ, Կարինեից Իզաբելլայից մշտական հեռացման հրաման բարոյական նյութական վնասի համար փոխհատուցման վճարում։ Բայց դա միայն սկիզբն էր։ Դատավորը ընդգծեց, որ այլ գործընթացներ էլ են ընթացքի մեջ, հստակորեն նկատի ունենալով տվյալների խախտման դաշնային գործը։ Այդ գործի պատիժները շատ ավելի խիստ կլինեին։ Դատարանից դուրս գալիս Կարինեին շրջապատեցին լրագրողները։ Նա կանգնեց շենքի աստիճաններին, Ադրինեի հարությունի կողքին, կարճ հայտարարություն արեց։ Այսօր արդարություն հաստատվեց ոչ միայն ինձ համար, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր երբել լռեցվել են, ովքեր երբել ստիպված են եղել զգալ, որ իրենց ցավը կարևոր չէ։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ աջակցել են, հատկապես իմ հորը, ով յուրաքանչյուր պահի իմ կողքին էր։ Եվ ուզում եմ ասել ցանկացած կնոջ, ով անցնում է նմանատիպ բաների միջով. ձեր ձայնը կարևոր է, ձեր պատմությունը կարևոր է, դուք մենակ չեք։ Կարինեի խոսքերը հաղորդվեցին, վերահաղորդվեցին ամբողջ երկրում։ Մինչդեռ Ռաֆֆիի դեմ դաշնային գործը արագորեն զարգանում էր։ Անձնական տվյալների պաշտպանության պետական մարմինը համապարփակ հետաքննություն էր անցկացրել, փաստաթղթավորելով տվյալների անօրինական հավաքագրման յուրաքանչյուր դեպք, յուրաքանչյուր գործարք, որում վաճառվել էին գաղտնի տեղեկություններ։ Վերջնական զեկույցը 500 էջից ավելի էր կործանարար էր։ Պատիժները բազմակի էին։ Կային տուգանքներ, որոնք կազմում էին հարյուրավոր միլիոնավոր դրամներ, շատ ավելին, քան Ռաֆֆիի վճարելու կարողությունը։ Նրա բոլոր անձնական ունեցվածքը բռնագրավվեց, շքեղ տունը թանկարժեք թաղամասում, ներմուծված մեքենաները, արվեստի գործերը, որոնք նա հավաքում էր, նույնիսկ նրա բանկային հաշիվները սառեցվեցին, դատարկվեցին, տուգանքների զոհերին փոխհատուցումների մի մասը վճարելու համար։ Թեկմը լուծումները պաշտոնապես լուծարվեց։ Ընկերության ակտիվները վաճառվեցին աճուրդով, հավաքված գումարն ուղղվեց տվյալների խախտման զոհերի փոխհատուցման հիմնադրամին։ Դա բավարար չէր լինի պատճառված վնասը լիովին փոխհատուցելու համար, բայց դա սկիզբ էր։ Ավելի նշանակալի էին մասնագիտական հետանքները։ Ռաֆֆիի տեխնոլոգիական գրանցումներն ու հավաստագրերը չեղարկվեցին։ Նրան մշտապես արգելվեց աշխատել բժշկական տվյալների կամ հիվանդանոցային համակարգերի հետ։ Նրա կարիերան, այն ամենը, ինչի համար նա տարիներ շարունակ աշխատել էր, լիովին ավարտված էր։ Կարինեի համար դա վրեժի կամ Ռաֆֆիի տառապանքը տեսնելու մասին չէր։ Դա արդարության, պատասխանատվության մասին էր, ապահովելու մասին, որ նա երբեք չկարողանա դա անել ուրիշի հետ։ Եվ ամենակարևորը, դա առաջ շարժվելու մասին էր, իր Իզաբելլայի համար նոր կյանք կառուցելու մասին։ Այդ գիշեր, Իզաբելլային քնեցնելուց հետո, Կարինեն նստեց իր հոր հետ տան պատշգամբում։ Երանի ձմեռը տեղը զիջում էր գարնանը, օդում ծաղիկների բույր կար։ Շնորհակալ եմ, հայրիկ, վերջապես ասաց Կարինեն։ Ամեն ինչի համար։ Ինձ պաշտպանելու համար, իմ համար պայքարելու համար, երբեք ինձ չթողնելու համար հանձնվել։ Հարությունը ժպտաց, բայց նրա աչքերում արցունքներ կային։ Դու պետք չէ ինձ շնորհակալություն հայտնես, աղջիկս։ Դա այն է, ինչ անում են ծնողները։ Մենք պաշտպանում ենք մեր երեխաներին։ Միշտ։ Բայց ուզում եմ, որ դու իմանաս, որ աներակայելիորեն հպարտ եմ քեզանով։ Այն ուժով, որ դու ցույց տվեցիր, քաջությամբ, շնորհով, որով դու դիմակայեցիր այս ամենին։ Կարինեն թեքվեց գլուխը դրեց հոր ուսին։ Հիմա ինչ է լինելու, հարցրեց նա։ Հիմա, պատասխանեց Հարությունը, մենք նորից ենք սկսում։ Մենք գեղեցիկ բան ենք կառուցում մոխրից։ Եվ ապահովում ենք, որ այն տառապանքը, որ դու անցել ես, իզուր չլինի։ 1 տարի էր անցել ժպիտ ատամնաբուժական կլինիկայում տեղի ունեցած սարսափելի առավոտից։ Կարինեն կանգնած էր նույն շենքի դիմաց, բայց այժմ մուտքի մոտ նոր ցուցանակ կար՝ Իզաբելլա Մելիքյանի աջակցության կենտրոն։ Տարածքի վերափոխումն ամբողջական էր։ Այնտեղ, որտեղ նախկինում միայն ատամնաբուժական կլինիկա էր գործում, այժմ կենտրոն էր, նվիրված կենցաղային բռնության զոհերին աջակցելուն։ Գաղափարը ծագել էր Ռաֆֆիի դատավարությունից 3 ամիս անց։ Կարինեն տան ներ Իզաբելլային քնեցնելիս, երբ հայրը եկավ առաջարկով։ Ատամնաբուժական կլինիկայի սեփականատերը, դոկտոր Գայանեն, որոշել էր վաճառել տարածքը։ Այնտեղ տեղի ունեցածի հիշողությունները չափազանց ծանր էին, շատ հիվանդներ դադարել էին այցելել այդ վայրը միջադեպի հանրային դառնալուց հետո։ Իսկ եթե մենք գնենք, առաջարկեց Հարությունը, եւ այդ վայրը վերածենք դրական բանի։ Մի բան, որ կօգնի այլ կանանց։ Սկզբում Կարինեն վարանեց։ Այդ վայր վերադառնալու գաղափարը, նույնիսկ եթե վերափոխված, ցավոտ հիշողություններ էր բերում։ Բայց որքան շատ էր մտածում դրա մասին, այնքան ավելի իմաստալից էր թվում գաղափարը։ Դա այդ տարածքը վերաիմաստավորելու միջոց էր, տրավմայի վայրը վերածելով բուժման հույսի վայրի։ Հարությունի ֆինանսական աջակցությամբ Ադրինեի իրավական օգնությամբ նախագիծը արագորեն ձևավորվեց։ Իզաբելլա Մելիքյանի աջակցության կենտրոնը կառաջարկեր անվճար հոգեբանական աջակցություն, իրավական օգնություն, մասնագիտական կողմնորոշում նույնիսկ ժամանակավոր ապաստան կանանց համար, ովքեր պետք է դուրս գային բռնության իրավիճակներից։
Դա կլիներ անվտանգ, հյուրընկալ տարածք, որտեղ ոչ ոք չէր դատվի, որտեղ բոլորը կստանային անհրաժեշտ աջակցություն իրենց կյանքը վերակառուցելու համար։ Կարինեն ներգրավված էր նախագծի յուրաքանչյուր մանրամասնում։ Նա աշխատում էր ճարտարապետների հետ տարածքը վերափոխելու համար, ընտրեց նուրբ հրավիրող գույներ պատերի համար, ընտրեց հարմարավետ կահույք, ապահովեց, որ լինեին խաղահրապարակներ երեխաների համար, ովքեր կուղեկցեին իրենց մայրերին։ Յուրաքանչյուր որոշում կայացվում էր, մտածելով, թե ինչպես անել, որ այնտեղ եկող կանայք իրենց ապահով ընդունված զգան։ Թիմը մանրակրկիտ ընտրված էր։ Տրավմայի մասնագետ հոգեբաններ, ընտանեկան իրավունքի կենցաղային բռնության փորձ ունեցող փաստաբաններ, նվիրված սոցիալական աշխատողներ։ Բայց Կարինեն պնդեց, որ որոշ աշխատակիցներ լինեն կանայք, ովքեր նմանատիպ իրավիճակներ էին ապրել։ Նրանք ներքին կերպով կհասկանային, թե ինչի միջով էին անցնում կենտրոն եկող կանայք։ Կենտրոնի բացումը տեղի ունեցավ գարնանային արոտ կեսօրին։ Հարյուրավոր մարդիկ էին ներկա, տեղական իշխանություններ, մարդու իրավունքն։ Երիկազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, բայց հիմնականում սովորական կանայք, ովքեր ոգեշնչվել էին Կարինեի պատմությունից, ցանկանում էին ցույց տալ իրենց աջակցությունը։ Կարինեն հուզիչ ելույթ ունեցավ բացման արարողության ժամանակ։ Նա կանգնած էր նույն տեղում, որտեղ ընկել էր այդ սարսափելի առավոտ, բայց այժմ ամեն ինչ այլ էր։ Այն հատակը, որը կեղտոտվել էր նրա արյունով, այժմ ծածկված էր փափուկ գորգով։ Այն պատերը, որոնք ականատես էին եղել նրա նվաստացմանը, այժմ ցուցադրում էին բռնությունից փրկվածների կողմից ստեղծված արվեստի գործեր, յուրաքանչյուր կտոր պատմում էր հաղթահարման պատմություն։ Այս կենտրոնը կրում է իմ դստեր անունը, ասաց Կարինեն, նրա ձայնը ուժեղացված բարձրախոսներով։ Իզաբելլան ինձ համար նոր սկիզբ է, ապացույց, որ մենք կարող ենք գեղեցիկ բան ստեղծել նույնիսկ ամենադժվար հանգամանքներից։ Իմ ցանկությունն է, որ այս տարածքը նույնը ներկայացնի բոլոր այն կանանց համար, ովքեր կանցնեն այս դռներով։ Թող դա լինի նոր սկզբի, բուժման, հույսի վայր։ Հանդիսատեսի մեջ մի քանի կանայք բացահայտորեն լաց է ին լինում։ Նրանցից ոմանք արդեն խորհրդատվություններ էին նշանակել կենտրոնում, փնտրելով անհրաժեշտ աջակցություն բռնի հարաբերություններից դուրս գալու համար։ Մյուսներն այնտեղ էին պարզապես շնորհակալություն հայտնելու համար, որ վերջապես նման տարածք կա Երանում։ Հարությունն ամբողջ միջոցառման ընթացքում Կարինեի կողքին էր, Իզաբելլային գրկած։ Աղջիկը, որն այժմ 1 տարեկան էր, կենսուրախ շփտերես երեխա էր, անտեղյակ այն ամենի խորը իմաստից, ինչ կատարվում էր իր շուրջը։ Բայց մի օր, մտածեց Հարությունը, մի օր նա կհասկանա իր մոր ուժը, այն ժառանգությունը, որը կառուցվում էր իր անունով։ Բացումից հետո հաջորդող շաբաթներին կենտրոնը լցվեց օգնության խնդրանքներով։ Բոլոր տարիքի, բոլոր սոցիալական խավերի կանայք գալիս էին, փնտրելով աջակցություն։ Ոմանք եկել էին բռնության տեսանելի հետքերով, մյուսները կրում էին անտեսանելի, բայց նույնքան խորը սպիներ։ Յուրաքանչյուր պատմություն յուրահատուկ էր, բայց կային ընդհանուր թելեր, վախը, ամոթը, թակարդում լինելու զգացումը, կասկածը, թե արդյոք իրենք ավելի լավին են արժանի։ Կարինեն պնդում էր, որ շաբաթական առնվազն 3 անգամ ներկա լինի կենտրոնում։ Նա թերապտ կամ փաստաբան չէր, բայց նրա ներկայությունը, նրա պատմությունը նույնքան արժեքավոր բան էր առաջարկում, շոշափելի հույս։ Եթե Կարինե Մելիքյանը, ով անցել էր այդ ամենի միջով հանրության առաջ, ով նվաստացվել վիրավորվել էր, բայց ով այժմ այնտեղ էր, ուժեղ վճռական, կառուցելով դրական բան, ապա գուցե այլ կանայք էլ կարող էին անել նույնը։ Այն դեպքերից մեկը, որն ամենաշատը դիպավ Կարինեին, Լուսինե Սարգսյանի 32 տարեկան ուսուցչուհու դեպքն էր, ով անձրոտ կեսօրին եկավ կենտրոն։ Լուսինեն 8 տարի շարունակ բռնի հարաբերությունների մեջ էր, բռնությունը վերջերս սրվել էր, երբ նա նշել էր, որ ցանկանում է նորից սովորել։ Նրա զուգընկերը նրան մեկուսացրել էր ընկերներից ու ընտանիքից, վերահսկում էր բոլոր փողերը, վերահսկում էր յուրաքանչյուր շարժում։ Կարինեն նստեց Լուսինեի հետ կենտրոնի ընդունելության սենյակներից մեկում, բռնելով նրա ձեռքը, մինչ նա լաց էր լինում պատմում իր պատմությունը։ Կարինեի սեփական փորձից այնքան շատ բան կար այդ պատմության մեջ, աստիճանական վերահսկողությունը, ինքնագնահատականի քայքայումը, այն զգացումը, որ գնալու տեղ չկա։ Դու արժանի ես երջանիկ լինելու, ասաց Կարինեն Լուսինեին։ Դու արժանի ես ապահով լինելու։ Եվ մենք կօգնենք քեզ հասնել դրան։ Կենտրոնի թիմը ինտենսիվորեն աշխատեց Լուսինեի հետ։ Փաստաբանը օգնեց նրան պաշտպանական միջոց ստանալ, սկսել բաժանման գործընթացը։ Հոգեբանը աշխատեց նրա հետ, վերակառուցելու նրա վստահությունը Մարսելու տրավման։
Սոցիալական աշխատողը օգնեց նրան գտնել ժամանակավոր ապահով ապաստան գրանցվել ֆինանսական օգնության ծրագրերում։ 3 ամսում Լուսինեն ապրում էր իր սեփական բնակարանում, նորից կապ էր հաստատել իր ընտանիքի հետ, ընդունվել էր մագիստրատուրայի դասընթացի։ Լուսինեի նման դեպքերը բազմապատկվում էին։ Կենտրոնը իրական տարբերություն էր մտցնում իրական կանանց կյանքում, դա Կարինեին լցնում էր նպատակային զգացումով, որը նա երբեք չէր զգացել նախկինում։ Բայց Կարինեի աշխատանքը չէր սահմանափակվում կենտրոնով։ Նա դարձել էր ազգային ձայն կենցաղային բռնության դեմ պայքարում անձնական տվյալների պաշտպանության համար։ Նա ճանապարհորդում էր երկրով մեկ, դասախոսություններ կարդալով, պանելային քննարկումներին մասնակցելով, օրենսդիրների հետ աշխատելով, կանանց պաշտպանության բժշկական տվյալների գաղտնիության օրենքները ամրապնդելու համար։ Հենց այդ ճանապարհորդություններից մեկի ժամանակ էր, երբ Կարինեն երանում էր Կոնգրեսի հանձնաժողովի առաջ վկայություն տալու համար, որ նա անսպասելի զանգ ստացավ։ Դա կենտրոնում աշխատող սոցիալական աշխատողից էր։ Ռաֆֆին փորձել էր կապ հաստատել։ Նա ուզում էր տեսնել Իզաբելլային։ Կարինեն զգաց, որ իր ստամոքսը սեղմվում է։ Ամբողջ այդ տարվա ընթացքում Ռաֆֆին հարգել էր հեռացման հրամանը։ Նա չգիտեր, թե որտեղ էր նա կամ ինչ էր անում։ Երբեմն լուրեր էր տեսնում նրա մասին համացանցում, սովորաբար կապված ընթացքի մեջ գտնվող դատական գործերի կամ այն պարտքերի հետ, որոնք նա շարունակում էր կուտակել։ Բայց նա բացակայել էր նրա կյանքից, Կարինեն նախընտրում էր այդպես։ Այժմ, սակայն, նա փորձում էր կապ հաստատել։ Նա ուզում էր հանդիպել դստեր հետ, ում երբեք չէր գրկել, ում կյանքը նա վտանգել էր այդ օրը կլինի։ Այում։ Կարինեն չգիտեր, թե ինչ զգա։ Զայրույթ, անշուշտ։ Բայց նա խորը տխրություն այն բանի համար, թե ինչ էր կորցնում Իզաբելլան, չունենալով ներկա հայր, նույնիսկ եթե այդ կոնկրետ հայրը խնդրահարույց էր։ Նա անմիջապես զանգեց Ադրինեին։ Փաստաբանը պարզ ուղղակի էր։ Հեռացման հրամանը դեռ ուժի մեջ էր։ Ռաֆֆին Կարինեի կամ Իզաբելլայի հետ կապ հաստատելու օրինական իրավունք չուներ։ Այդ կապը հաստատելու ցանկացած փորձ կխախտեր նրա դատավճռի պայմանները։ Եթե նա ցանկանար այցելության իրավունքներ փնտրել, նա պետք է դա աներ համապատասխան իրավական ուղիներով, նույնիսկ այդ դեպքում դա դժվար պայքար կլիներ, հաշվի առնելով նրա պատմությունը։ Կարինեն որոշեց անտեսել կապ հաստատելու փորձը։ Նա պատրաստ չէր զբաղվել Ռաֆֆիի հետ, հաստատ չէր կարծում, որ առողջ կամ անվտանգ կլիներ Իզաբելլայի համար նրա հետ շփվելը։ Գուցե մի օր, երբ Իզաբելլան ավելի մեծ լինի, կարողանա իր սեփական ընտրությունները կատարել, ամեն ինչ այլ կլինի։ Բայց առայժմ Կարինեն կենտրոնացած էր իր դստերը պաշտպանելու իր սկսած աշխատանքը շարունակելու վրա։ 2 տարի էր անցել։ Այն առավոտից, որը փոխեց ամեն ինչ։ Կարինեն նստած էր իր տատի հին տան աստիճաններին, Կոնդ թաղամասում գտնվող պատմական առանձնատուն, որը հարությունը վերականգնել վերածել էր Իզաբելլա Մելիքյան հիմնադրամի վարչական կենտրոնի։ Այն, ինչ սկսվել էր որպես մեկ աջակցության կենտրոն Երանում, ընդլայնվել էր մինչ 7 մասնաճյուղ, տարածված Հայաստանով մեկ, Շիրակ Լոռի մարզերում ընդլայնվելու պլաններով։ Հիմնադրամը դարձել էր ազգային հենակետ կենցաղային բռնության զոհերին աջակցելու գործում։ Նրանք ոչ միայն հոգեբանական իրավական աջակցություն էին առաջարկում, այլ մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, օգնություն կանանց, իրենց սեփական բիզնեսը սկսելու համար, աջակցության խմբեր երեխաների համար, ովքեր ականատես էին եղել բռնության։ Նույնիսկ նորարարական ծրագիր, բռնության նշանների վաղ հայտնաբերման համար գործընկեր կլինիկաներում, հիվանդանոցներում։ Հենց այս վերջին ծրագիրն էր, որ հատուկ ճանաչում էր բերել հիմնադրամին։ Կարինեի թիմը մշակել էր վերապատրաստման արձանագրություն առողջապահության մասնագետների համար, սովորեցնելով նրան բացահայտել կենցաղային բռնության նուրբ նշանները, զգայուն աննկատ կերպով ռեսուրսներ առաջարկել։ Արձանագրությունը իրականացվում էր Հայաստանի բոլոր հիվանդանոցներում, ներառյալ, իհարկե, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ցանցի բոլոր մասնաճյուղերում։ Հարությունն աջակցել էր հիմնադրամի աճի յուրաքանչյուր քայլին, ոչ միայն ֆինանսապես, այլ իր փորձով առողջապահության ոլորտում իր կապերով։ 64 տարեկանում նա աստիճանաբար հեռանում էր հիվանդանոցների ամենօրյա կառավարումից, ավելի շատ պարտականություններ պատվիրակելով իր վստահելի թիմին։ Սա նրան ավելի շատ ժամանակ էր տալիս նվիրվելու հիմնադրամին, ամենակարևորը լինելու այն ներկա պապիկը, ում նա ցանկանում էր լինել Իզաբելլայի համար։ Աղջիկը, որն այժմ 3 տարեկան էր, խելացի հետաքրքրասեր էր, անընդհատ հարցեր էր տալիս ամեն ինչի մասին։
Նա դեռ լիովին չէր հասկանում, թե ինչու հայր չուներ, ինչպես մյուս երեխաները, բայց Կարինեն պատրաստվում էր այդ անխուսափելի զրույցին։ Երբ ժամանակը գա, նա ազնիվ կլինի Իզաբելլայի հետ, ճշմարտությունը հարմարեցնելով երեխայի տարիքին, ապահով է։ Լավ որ նա հասկանա, որ տեղի ունեցածից ոչինչ իր մեղքը չէր։ Այդ կոնկրետ կեսօրին Կարինեն սպասում էր հատուկ մեկին։ Լուսինե Սարգսյանը, ուսուցչուհին, ով 2 տարի առաջ եկել էր կենտրոն, օգնություն խնդրելով բռնի հարաբերություններից դուրս գալու համար, գալիս էր նրան այցելելու։ Լուսինեն լիովին փոխվել էր։ Նա ավարտել էր մագիստրատուրան կրթության ոլորտում, աշխատում էր որպես մանկավարժական համակարգող մասնավոր դպրոցում, դարձել էր հիմնադրամի ակտիվ կամավոր, աջակցության խմբեր կազմակերպելով այլ փրկվածների համար։ Բայց Լուսինեն եկել էր ոչ միայն քաղաքավարի այցի։ Նա լուր ուներ կիսվելու։ Երբ նա հասավ, նրա դեմքը շողում էր երջանկությունից։ Կարինե, ասաց նա, հազիվ զսպելով հույզերը։ Ես ինչ-որ մեկին հանդիպեցի։ Լավ, բարի մարդու, ով հարգում է ինձ, ով աջակցում է ինձ։ Եվ ես կարողացա վստահել նրան։ Ես կարողացա նորից բացել իմ սիրտը։ Կարծում էի, որ երբեք ունակ չեմ լինի դրանից հետո, ինչի միջով անցա, բայց դու ճիշտ էիր։ Հնարավոր էր նորից սկսել։ 2 կանայք գրկախառնվեցին, ուրախության արցունքներ թափելով։ Կարինեի համար։ Այդ պահը ներկայացնում էր այն ամենը, ինչի համար աշխատում էր հիմնադրամը, ոչ միայն կանանց դուրս բերել վտանգավոր իրավիճակներից, այլ օգնել նրանց վերակառուցել լիարժեք, առողջ, երջանիկ կյանքեր։ Լուսինեի հետ զրույցը Կարինեին ստիպեց մտածել իր սեփական ճանապարհի մասին։ Նա նույնպես այդքան էր փոխվել այդ 2 տարում։ Նա հայտնաբերել էր ներքին ուժ, որը չգիտեր, որ ուներ, գտել էր նպատակ, որը շատ ավելին էր, քան ինքը, կառուցել էր աջակցության բարեկամության ցանց հիանալի կանանց հետ, ովքեր կիսում էին իր առաքելությունը։ Ինչ վերաբերում է ռոմանտիկ հարաբերություններին, Կարինեն պատրաստ չէր։ Գուցե մի օր, բայց առայժմ նա կենտրոնացած էր Իզաբելլայի հիմնադրամի աշխատանքի վրա։ Եվ նա հաշտ էր դրա հետ։ Նա կարիք չուներ զուգընկերոջ, իրեն ամբողջական կամ իրականացված զգալու համար։ Այդ գիշեր, Լուսինեի հեռանալուց հետո, Կարինեն պատրաստվեց հատուկ միջոցառման։ Հիմնադրամը կազմակերպում էր մեծ բարեգործական գալա, ընդլայնման համար միջոցներ հավաքելու համար։ Այն տեղի կունենար Երանի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկի շքեղ սրահում։ Քաղաքի բոլոր հայտնի դեմքերը հրավիրվել էին՝ գործարարներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, կարծիք ձավորողներ։ Կարինեն կրում էր էլեգանտ մուգ կապույտ զգեստ, մազերը հավաքել էր նրբաճաշակ կապի մեջ կրում էր մարգարտյա վզնոցը, որը պատկանել էր իր տատին։ Երբ նա նայեց հայելուն, տեսավ մի կնոջ, ում ճանաչում էր, բայց ով նա հիմնովին տարբեր էր այն անձից, ով եղել էր 2 տարի առաջ։ Աչքերը նույնն էին, բայց այժմ դրանք կրում էին տառապանքի հաղթահարման միջոցով ձեռք բերված իմաստություն։ Գալան հիանալի հաջողություն ունեցավ։ Սրահը զարդարված էր էլեգանտությամբ, նուրբ երաժշտություն էր հնչում հետին պլանում, մատուցողները շրջում էին շամպայնի բաժակներով։ Բայց երեկոյի ամենահուզիչ պահը եղավ, երբ Կարինեն բարձրացավ բեմ, իր շնորհակալական ելույթը կարդալու համար։ Լույսերը մարեցին, թողնելով միայն մեկ լուսարձակ նրա վրա։ Կարինեն խորը շնչեց սկսեց խոսել, նրա պարզ ուժեղ ձայնը արձագանքում էր լուր սրահում։ Բարի երեկո բոլորին։ Շնորհակալություն ներկա գտնվելու համար։ 2 տարի առաջ ես իմ կյանքի ամենավատ պահին էի։ Ես հարձակման էի ենթարկվել, նվաստացվել էի, հղի էի սարսափած էի այն բանից, թե ինչ է սպասվում ինձ իմ դստերը։ Եթե ինչ-որ մեկը ինձ այդ պահին ասեր, որ ես այսօր այստեղ կլինեմ, խոսելով ձեզ հետ մի հիմնադրամի մասին, որն օգնում է հազարավոր կանանց, ես հավանաբար չէի հավատա։ Նա դադարեց, թույլ տալով բառերին խորասուզվել։ Բայց արտասովոր բան տեղի ունեցավ։ Իմ հայրը, ով այսօր մեզ հետ է, ինձ ցույց տվեց, թե ինչ է նշանակում անվերապահորեն սիրել, թե ինչ է նշանակում պայքարել նրանց համար, ում սիրում ենք։ Իմ փաստաբանը, Ադրինե Ղազարյանը, ով նույնպես ներկա է, ինձ սովորեցրեց, որ արդարությունը, թե երբեմն դանդաղ, հնարավոր է։ Եվ այն կանայք, ում ես հանդիպեցի այս ճանապարհին, ինձ սովորեցրեցին, որ մենք շատ ավելի ուժեղ ենք, քան պատկերացնում ենք։ Կարինեն նայեց հանդիսատեսին, հայացքով կապ հաստատելով տարբեր մարդկանց հետ։ Իզաբելլա Մելիքյան, հիմնադրամը միայն իմ մասին չէ։ Այն յուրաքանչյուր կնոջ մասին է, ով երբևէ վախ է զգացել իր սեփական տանը։ Այն յուրաքանչյուր երեխայի մասին է, ով ականատես է եղել բռնության կրում է այդ սպի ները։
Այն հասարակություն ստեղծելու մասին է, որտեղ ոչ մի կին ստիպված չի լինի ընտրել իր անվտանգության իր տան միջ, որտեղ ոչ մի անձի գաղտնիությունը չի խախտվի, որտեղ բոլորը կվերաբերվեն այն արժանապատվությամբ հարգանքով, որին արժանի են։ Ծափահարությունները սկսվեցին, ուժեղանալով։ Կարինեն ստիպված էր բարձրացնել ձայնը, շարունակելու համար։ Այսօր երեկոյան հավաքված միջոցները թույլ կտան մեզ ընդլայնել մեր աշխատանքը, հասնել ավելի շատ կանանց, փրկել ավելի շատ կյանքեր։ Բայց փողից ավելի կարևոր է այն հաղորդագրությունը, որ մենք ուղարկում ենք։ Մենք հոգ ենք տանում։ Մենք հավատում ենք փրկվածներին։ Եվ մենք երբեք չենք հրաժարվի այս պայքարից։ Երբ Կարինեն իջավ բեմից, նրան շրջապատեցին մարդիկ, ովքեր ցանկանում էին շնորհավորել նրան, կիսվել իրենց սեփական պատմություններով, աջակցություն առաջարկել։ Ամբոխի մեջ նա տեսավ Հարությունին, Իզաբելլային գրկած քնած։ Նրա հայրը լաց էր լինում, բայց միաժամանակ ժպտում էր, Կարինեն գիտեր, որ դրանք հպարտության արդյունքներ էին։ Գալան հավաքեց գրեթե 2 միլիոն դրամ, շատ ավելին, քան սպասվում էր։ Բայց գուցե ավելի արժեքավոր էին ստեղծված կապերը, սկսված զրույցները, ընդլայնված իրազեկումը։ Հաջորդ շաբաթներին Կարինեն անսպասելի հրավեր ստացավ։ Առողջապահության նախարարությունը ցանկանում էր, որ նա ընդգրկվի կենցաղային բռնության բժշկական տվյալների գաղտնիության հարցերով ազգային հանձնաժողովում։ Դա հնարավորություն կլիներ ազդել հանրային քաղաքականության վրա դաշնային մակարդակով, Երանում ստացված դասերը վերածելով համակարգային փոփոխությունների ամբողջ երկրում։ Կարինեն առանց վարանելու ընդունեց։ Դա մեկ քայլ էր այն ջան։ Ապարին, որը նա անգամավոր սկսել էր այդ ատամնաբուժական կլինիկայում, բայց որն այժմ լիովին ընդունում էր։ Մի կիրակի առավոտ, գրեթե 3 տարի այն ճակատագրական օրից հետո, Կարինեն Իզաբելլային նորից տարավ ժպիտ կլինիկա, որն այժմ Իզաբելլա Մելիքյանի աջակցության կենտրոնն էր։ Աղջիկը վազվզում էր գունավոր միջանցքներով, ծիծաղելով, լիովին անտեղյակ իր պատմական նշանակությունից։ Կարինեն կանգնեց հենց այն տեղում, որտեղ ընկել էր։ Նա փակեց աչքերը, թույլ տվեց իրեն հիշել։ Ցավը, վախը, արյունը, անզորության զգացումը։ Բայց հետո բացեց աչքերը, շուրջը նայեց։ Նա տեսնում էր պատերը, զարդարված հույսի արվեստով, հարմարավետ կահույքը, որ մնանկարը կանանց լուսանկարներով, ում կենտրոնն օգնել էր։ Նա լսում էր Իզաբելլայի ծիծաղը, աշխատակիցների նուրբ խոսակցությունները նոր հաճախորդի հետ, կյանքի նորացման արձագանքները տարածքում։ Այս վայրը եղել էր նրա կյանքի ամենավատ փորձի բեմը։ Բայց նա այն վերափոխել էր։ Նա վերցրել էր այդ ցավը, այդ զայրույթը, այդ տրավման, ստեղծել էր մի գեղեցիկ բան, մի բան, որն իրական տարբերություն էր մտցնում աշխ։ Խարում։ Կարինեն խորը շնչեց, խորը խաղաղություն զգալով իր կրծքի մեջ։ Փոթորիկն անցել էր։ Սպիները մնացել էին, ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի, բայց դրանք պատմում էին գոյատման, դիմադրության, վերափոխման պատմություն։ Նա կանչեց Իզաբելլային, ով վազեց նրա գիրկը։ Միասին մայր ու դուստր դուրս եկան կենտրոնից, քայլելով դեպի ары, որը պայծառ շողում էր Երանի վրա։ Ապագան ձգվում էր արջում, լի հնարավորություններով, հույսով, ավելի լավ օրերի խոստումներով։ Կարինեն նոր կյանք էր կառուցել հնի մոխրից։ Եվ դրանով նա օգնել էր հազարավոր այլ կանանց անել նույնը։ Սա էր նրա ժառանգությունը, նրա ամենաքաղցր վրեժը բոլոր նրանցից, ովքեր փորձել էին կործանել նրան։ Նա ոչ միայն ապրեց, նա ծաղկեց։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Կարինեի Իզաբելլայի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Ցավը նպատակի վերածելու, տրավման հույսի վերափոխելու այս ճանապարհը հիշեցնում է մեզ, որ մարդկային ուժը սահմաններ չունի, երբ կա սեր վճռականություն։ Եթե այս պատումը արձագանքել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հետելու մարդկային ոգու ճկունությունը նշող ավելի շատ պատմությունների։ Դրեք ձեր լայքը, եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մեկնաբանություններում կիսվեք, թե ինչպես է այն ազդել ձեզ վրա։ Ձեր խոսքերը կարող են ոգեշնչել այլ մարդկանց, ովքեր դժվար պահեր են ապրում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նոր պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, հաղթահարման ուժը, վերափոխման գեղեցկությունը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Միասին, այս պատումների միջոցով մենք կարող ենք ստեղծել աջակցության, փոխըմբռնման հույսի համայնք։ Վերադարձեք, միշտ իմացեք, որ յուրաքանչյուր պատմություն, որը մենք կիսում ենք, հիշեցում է, որ մենք երբեք մենակ չենք։ Մեր պայքարում։ Մինչ հաջորդ պատմությունը։